Մայր Հայաստան, Սարդարապատի հուշահամալիր, Էրեբունի թանգարանի և Սունդուկյան թատրոնի հարթաքանդակներ ու մի քանի տասնյակն անցնող մնայուն այլ գործեր։ Մեկ բառով Արա Հարությունյան 20-րդ դարի մոնումենտալիստի ձեռագիրը ապշեցնում է այսօր էլ պարզ, բայց խորհրդապաշտական, որ արտացոլում է մի քանի, երբեմն թաքնված իմաստ։ Մայր Հայաստանը մայրաքաղաքի բարձունքում թուրը ձեռքին խրոխտ հայացքով հայկինը հսկում է պատերազմից վերադարձած որդիների անդորը 17 մետր բարձրությամբ Հայաստանի ամենաբարձր արձանը ունի խաչի տեսք, ինչպես է հաջողվել քանդակագործին խիզախել խորհրդային անաստվածության տարիներին։ Այս ու նրա արվեստին առնչվող այլ հարցեր են քննարկում Արա Հարությունյանի մտերիմները Կարեն Դեմիրճյանի թանգարանում։ Ինչ կապ են ունեցել պետական գործիչն ու քանդակագործը, պարզվում է խիստ մտերմիկ։ Կենտկոմի առաջին քարտուղարը հաճախ է եղել Հարությունյանի արվեստանոցում խորհուրդներ ու հուշումներ տվել։ Եթե չլիներ Կարեն Սերոփիչի սրատես աչքը, կոնսերվատորիայի այգու Կոմիտասի արձանը գուցե ունենար այլ տեսք։ Մակետը պահվում է Դեմիրճյանի թանգարանում։ Ասում է ոտքերն ինչու ես այդքան կարճարել։ Հետո որ Կարեն Սերոփիչը գնում է, վարպետը չափում է, պարզում է, որ քանդակագործական այդ օրենքներից 40 սանտիմետր կարճ է, զարմանում եմ ինչպես կարող է տեխնոկրատ երկրի ղեկավարը այդպիսի աչք ունենալ։ Հետո նաև առաջարկում է, ասում է Կոմիտասի ոտքերը պետք է մխրճես հողի մեջ։ Դա այդ հողից է առել, սնվել, այս մեր հրաշք երաժշտությունը վերականգնել։ Մոնումենտալ արձանի վրա կա նաև Վիգեն Ավետիսի մատնահետքը։ Քանդակագործը հիշում է, իր ուսուցիչ վարպետը ամենայն հայոց երաժշտագետ վարդապետին արարում էր դետալ առ դետալ։ Ինքը բացատրում էր ընդհանրապես քանդակագործության գաղտնիքները։ Անգամ երբ որ ես Հայաստանում չէի ապրում, ինքը նամակներով ինձ գրում էր, թե ինչպես պիտի աշխատեմ։ Չնայած Արա Հարությունյանի Կոմիտաս քանդակներին թիվ հաշիվ չկա, 1954-ին էլ ազգային երգերաժշտության նախահոր շիրիմին կանգնեցվել էր հենց նրա հեղինակած արձանը, բայց վարպետը վարդապետին ուզում էր տեսնել Երևանի կենտրոնում։ Հաստոցային շատ քանդակներ ուներ Կոմիտասին նվիրված, որը Կոմիտասի թանգարանի ինստիտուտում է մեկը գտնվում, մի քանիսը Տրետյակովյան պատկերասրահ ֆոնդում են, շատ եւ գծանկարչություն ունի Կոմիտասին նաեւ նվիրված, բայց իր երազանքը կատարվեց 1988 թվականին, ինքը ասում էր ես ուզում եմ տեսնել իմ Կոմիտասը Երևանի կենտրոնում եւ այդ երազանքը կատարվեց։ 1968-69 թվականներին Երևանի մեկ այլ պատմական Էրեբունի բարձունքում թանգարանի շենքի վրա կրկին երևաց Հարությունյանի ձեռագիրը, այս անգամ հարթաքանդակ։ Մարդիկ առաջին անգամ էին տեսնում ուրարտական պատմության պատկերազարդում տպավորիչ արտահայտչամիջոցներով։ Այս աշխատանքի համար 1970-ին Մոսկվան հայ քանդակագործին շնորհեց ԽՍՀՄ ճարտարապետների միության դիպլոմ։ Արան էր, որ առաջինը ստեղծեց Արգիշտիի կերպարը, ու այնտեղ երբ որ դետալային նայեք, կտեսնեք, թե ինչքան էլեմենտներ, ինչքան խորհրդանշական հարթաքանդակ է կարողացել ուրեմն արվեստագետը ստեղծել, նույնը կարելի ասել նաև Սունդուկյանի թատրոնի հարթաքանդակների համար շատ մեծ ժառանգություն է մեզ թողել ու նա այն եզակի արվեստագետներից է մեր հայ իրականության մեջ, որի մասին պետք է անհրաժեշտ է միշտ խոսել։ Մինչև Էրեբունին մեկ այլ գլուխգործոց հարթաքանդակ էլ արարել էր Մայր թատրոնի շենքին։ 1966-ին հայկական տուֆի վրա մեկը մյուսից տպավորիչ աշխատանքներ անելիս վարպետը թողնում էր իր հետքը։ Թե Էրեբունի թանգարանի, թե Սունդուկյան թատրոնի քանդակների մի անկյունում կա նաև իր պատկերը։ 1982-ին Երևանի գործարանաշատ հատվածում տեղադրվեց 11 մետրանոց հսկան բանվորի արձանը։ Խորհրդային աշխատավոր քաղաքացուն փառաբանող քանդակը Հարությունյանի վերելքն ու տապալումն էր միաժամանակ։ Հասարակարգի փոփոխության առաջին հարվածն իջավ նաև բանվորի արձանի գլխին։ Մոնումենտալ քանդակի հետ տապալվեց նաև հեղինակը։ Իմ հայրը կենթանի էր եւ շատ ծանր տարավ այդ փաստը, փաստորեն նա հիվանդացավ եւ դրանից հետո մի տարի ու կես ապրեց։ 20-րդ դարի հայ լավագույն քանդակագործներից մեկի աշխատանքները այսօր էլ զարդարում են ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ այլ երկրների տարբեր բնակավայրեր։ Նրա աշխատանքներն ու դրանց ստեղծման մեթոդիկան շարունակում են ուսումնասիրել մասնագիտական բուհերում։ Սևակ Վարդումյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։